Ով է իրական քրիստոնյան։ Շատ մարդիկ կարծում են, որ քրիստոնյա լինել նշանակում է ուղղակի հավատալ Աստծուն կամ ծնվել քրիստոնեական ընտանիքում։ Համացանցում ներկայացված տվյալներով Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը քրիստոնյաներ են։ Եթե դուրս գանք փողոց եւ մարդկանց հարցնենք, թե արդյոք նրանք քրիստոնյա են, վստահաբար հարցվածների մեծամասնությունը կպատասխանի այո, ես հայ եմ եւ քրիստոնյա եմ։ Սակայն հարցին դրական պատասխանողների մեծամասնությունը անգամ տարական հարցերի չի կարող պատասխանել քրիստոնեության վերաբերյալ։ Օրինակ, թե ով է քրիստոնեության Աստված, ինչու է Հիսուս Քրիստոսը խաչվել, քանի գրքից է բաղկացած Աստվածաշունչը եւ այլ այսպիսի հարցեր, որոնց փաստացի հարցված եւ իրենց քրիստոնյա համարող մարդկանց մեծամասնությունը չի կարող պատասխանել։ Սակայն միևնույն է, նրանք իրենց քրիստոնյա են համարում։ Բայց արդյոք դա է իրական քրիստոնեությունը։ Արդյոք քեզ քրիստոնյա անվանելը եւ համարելը բավական է իրական քրիստոնյա կոչվելու համար։ Աստվածաշունչը հստակ նկարագրում է, թե ով է իսկական քրիստոնյան։ Քրիստոնյան նա է, ով գիտակցաբար ընդունել է Հիսուս Քրիստոսին որպես իր Տեր եւ Փրկիչ։ Հիսուս Քրիստոսը Աստվածաշնչում ասում է. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով։ Հովհաննես 14:6։ Եթե գիտակից հասուն մարդը գիտակցաբար չի ճանաչում եւ չի ընդունում Քրիստոսին եւ չի հավատում նրա փրկagorցությանը, ապա նա չի կարող կոչվել իրական քրիստոնյա։ Քրիստոնյան նա է, ով ապրում է համաձայն Աստծո խոսքի։ Այսօր մենք կարող ենք հանդիպել անգամ մարդկանց, որոնք պնդում են, թե քրիստոնյա են, բայց չեն հավատում Հիսուս Քրիստոսի հարությանը եւ նրա կատարած հրաշքներին, որը բացարձակապես հակասում է իրական քրիստոնյայի աշխարհայացքին։ Շատերը ասում են, որ քրիստոնյա են, բայց նրանց կյանքը չի արտացոլում Հիսուս Քրիստոսի ուսմունքները։ Հիսուս Քրիստոսը ասել է. Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները։ Հովհաննես 14:15։ Պատվիրանները պահելը չի նշանակում ուղակի եկեղեցի գնալ կամ առանց գիտակցելու պարզապես ավանդույթ պահելու համար մկրտվել կնքահայր ընտրելով մի մարդու, որը ինքը քրիստոնյայի կյանքով չի ապրում եւ երբեք չի զբաղվելու քո հոգեվոր դաստիարակությամբ։ Քրիստոնյա չի նշանակում հաճախել եկեղեցի, մասնակցել քրիստոնեական հավաքույթների եւ ծառայությունների ու միայն դրանով իսկ համարել, որ դու իրական քրիստոնյա ես եւ նույնիսկ որ դու արդեն փրկված ես կամ սուրբ ես։ Այլ նշանակում է ապրել ըստ Աստծո խոսքի, սիրելով Աստծուն եւ մարդկանց, կատարելով առաջին եւ երկրորդ կարեւորագույն պատվիրանները։ Քրիստոնյան նա է, ով վերստին ծնվել է Սուրբ Հոգուց եւ գիտակցաբար մկրտվել, այլ ոչ թե ավանդույթ պահելու համար։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Հովհաննես 3:3։ Վերստին ծնունդը հոգևոր փրկությունն է, երբ մարդը ընդունում է Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգին փոխակերպում է նրա սիրտը եւ նա դառնում է նոր մարդ։ Քրիստոնյան նա է, ով իրականում ապրում է Հիսուս Քրիստոսի նման։ Ասել, որ քրիստոնյա ես, բայց ապրել այնպես, ինչպես աշխարհն է ապրում, նշանակում է խաբել ինքդ քեզ։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետև հինն անցավ եւ հիմա ամեն ինչ նորացավ։ Բ Կորինթացիներ 5:17։ Իրական քրիստոնյան խոնար է, սիրում է, ներում է, չի ատում, չի խաբում, չի նախանձում եւ չի ապրում մեղքի մեջ։ Այսպիսով, իրական քրիստոնյան ոչ թե պարզապես անունով կամ ավանդույթով քրիստոնյա է, այլ նա, ով ընդունել է Հիսուս Քրիստոսին, ապաշխարել է, մկրտվել, հաղորդվում է Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյանը, ապրում է ըստ Աստվածաշնչի, առաջնորդվում է Սուրբ Հոգով եւ իր կյանքով արտացոլում է Հիսուս Քրիստոսին։